Բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, բարի նոր օր, ERT-ի եթերում կրկին Նյու Դեյի հաղորդումն է եւ մենք մեծ սիրով ողջունում ենք ձեզ հերթական առավոտով ու ասեմ, որ իմ գործընկերն ու ես այսօր շատ հաճելի ու շատ սպասված հյուր ունենք, երբեք նրանք չենք հյուրընկալել մեր տաղավարում, բացառիկ ինչ-որ բան է, այնպես որ շտապում եմ արդեն խոսքը փոխանցել գործընկերոջս, թող որ ներկայացնի մեր հարգելի ու շատ սիրված հյուրին Արտավազդ։ Մեզ համար շատ հաճելի է իսկապես այսօր տաղավարում տեսնել նրան, ով մեր հայ ազգի անունը մշտապես բարձր է պահել, սպորտի բնագավառում բազում նվաճումներ է ունեցել եւ դրա հետ մեկտեղ շարունակել է ու հիմա էլ շարունակում է սպորտը զարգացնել, աջակցել սպորտի զարգացմանը եւ այն երիտասարդներին, այն պատանիներին, ովքեր ուզում են, որպեսզի իրենք գնան այն ճանապարհով, որն է սպորտը, առողջությունը եւ հետեւաբար նաեւ ապագայում ավելի մեծ բարձունքներ հասնելով էլի ու էլի բարձր պահեն մեր հայրենիքի, մեր Հայաստանի անունը։ Ես նայում եի, կարդում եի, ուզում եի հասկանում եմ որտեղից սկսեմ, անկեղծ եմ ասում, բայց ինձ ինչը ուրախացրեց, ես չէի իմանում ճիշտն ասած, Հայաստանից առաջին ծանրորդն է, ով ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում եւ առաջին կինն է Հայաստանից, ով դարձել է աշխարհի չեմպիոն որևէ սպորտաձևում։ Նազիկ Ավդալյան, բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Բարի լույս Նազիկ ջան, մեզ համար մեծ ուրախություն է, մեծ պատիվ, իսկապես նման աշխարհահռչակ մարդու հյուրընկալել մեր տաղավարում ու մենք առհասարակ շատ մեծ հարգանքով ենք վերաբերվում սպորտսմեններին, որովհետև դա ձեր քրտնաջան աշխատանքի, նպատակասլացության ու ձեր առողջության հաշվին նվաճած մեդալներն են։ Շնորհակալ եմ շատ։ Մենք շատ ուրախ ենք։ Ես այստեղ նայում էի Նազիկ ջան, ճիշտ ձեր կոչումները այնքան շատ են, էլ Եվրոպայի երակի, չէ, չեմպիոն։ Երկակի։ Երկակի, այո։ Ես երակի եմ կարծում։ Ուրեմն մի բան կամ դուք չեք հիշում կամ մի խոսքով տարբեր, սկսած, չգիտեմ, 2008-ից 9-ից այսպես մասնակցել եք տարբեր բաների։ Հիմա այստեղ եք գտնվում Միացյալ Նահանգներում, մեզ շատ հաճելի է մի քանի օրով եք եկել ու հյուրընկալել մեր տաղավարում։ Խոսելու ենք այսօր մի շատ կարևոր հիմնադրամի մասին, որը հիմնադրել եք դուք 2025 թվականին, հիմնադրվել է Նազիկ Ավդալյանի սպորտի զարգացման հիմնադրամը, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպն ու սպորտի զարգացումը Հայաստանում։ Հրաշալի գաղափար է։ Շատ լավ գաղափար է։ Մի հատ ասեք, որտեղից ծնվեց այս գաղափարը հիմնադրել այս հիմնադրամը։ Շնորհակալ եմ, քանի որ իմ ամբողջ կյանքում ես եղել եմ սպորտի մեջ, տեսել եմ սպորտում ամեն ինչ կարելի է ասել եւ իմ սպորտային բուռն կարիերան ավարտելուց հետո երկար տարիներ չէի կարողանում կենտրոնանալ ինչ կարելի է անել, որ ես իմ ներդրումը ունենամ այս ոլորտի մեջ, գոնե ինչ որ չափով կարողանամ լրացնեմ այն բացերը, իմ չափով, ինչքան որ ես կարող եմ, կարողանամ լրացնեմ այդ ամենը, դրա համար եկա նրան, որ կարելի է ստեղծել սպորտի զարգացման հիմնադրամ եւ այն ծրագրերը, որոնք որ կարեւոր են, շատ անհրաժեշտ են մեր երկրի համար, այդ հիմնադրամի միջոցով իրականացնել։ Այն է հատկապես Հայաստանի մարզերում զարգացնել պրոֆեսիոնալ սպորտը, որովհետև տարիներ շարունակ ես շփվելով գյուղերում, մարզերում ապրող երեխաների հետ եկա նրան, որ պետք է այնտեղ լինեն այնպիսի մարզակրթական կենտրոններ, որտեղ երեխաները կարողանան զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, քանի որ հենց այնտեղ են գյուղերում են, մեր գյուղերում են հզոր սերունդը, հզոր ներուժը, որը որ կա, բայց չունեն հնարավորություններ իրենց ներուժը պոտենցիալը դրսևորելու։ Եվ առաջին ծրագիրը, հիմնադրամի առաջնային ծրագիրը դա ստեղծել մարզակրթական նավ, մարզակրթական կենտրոնը մարզերում, առաջինը Արտիկի շրջանում, որտեղ երեխաները իմ համար շատ կարևոր եւ այն իմ գործընկերների, իմ թիմի համար, ովքեր որ հիմա կան իմ հիմնադրամում, իդեպ շատ ուժեղ թիմ ունեմ, որ առիթից օգտվելով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել իրենց, որ իմ կողքին են, այս ծրագրի կողքին են եւ իրենց համար կարևոր է Հայաստանի զարգացումը։ Ստեղծել մարզակրթական կենտրոն, որտեղ երեխաները կկարողանան զբաղվել սպորտով միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճներում, ունենան այն հնարավորությունները, ինչը ունեն
ամենազարգացած երկրներում ապրող երեխաները եւ Ինչ սիրուն։ Այս մակետներն ենք հա տեսնում հիմա։ Այո, դա հենց այն մարզակրթական կենտրոնն է, որը կառուցվելու է Արտիկի շրջանի Փանիկ գյուղում։ Արդեն համայնքը տրամադրել է 14000 քառակուսի մետր։ Այդտեղ ընդգրկված է արդեն կա ֆուտբոլի դաշտը, կա ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային եւ ազգագրական պարեր, լող, ֆուտբոլ, MMA, նաեւ ներկա է ամֆիթատրոն, կա սեմինարների սենյակ, ընդհանուր մարզման սենյակ, որ երեխաները հեռու լինելով պրոֆեսիոնալ սպորտի մեջ, իրենք հեռու չլինեն մշակույթից, արվեստից, իրենք այն ստեղծված է այնպիսի հնարավորություններ, որ կազմակերպեն ցուցահանդեսներ, ֆիլմադիտումներ, սեմինարներ, ներառված է նաև փափուկ հմտությունները, որպեսզի երեխաները ոչ միայն սպորտում, այլ նաև լրացուցիչ կրթություն ստանան, օրինակ ժամանակի կառավարում, հույզերի կառավարում, հաղորդակցում, խոսքի լեզվի կուլտուրա։ Կապակցված են, ինչ գրագետ մոտեցում է։ Շատ։ Քանի որ այո, պրոֆեսիոնալ մարզիկները, գիտեք, իմ համար շատ կարևոր է ոչ միայն սպորտում արդյունք անել, երբ որ մարզիկը դառնում է ինքը իրենից արդեն արժեք է ներկայացնում, ինքը կարող է մեծ լսարան ունենալ եւ շատ մարդիկ գնան իր հետևից։ Դրա համար ինքը շատ խորը մտածելակերպ պետք է ունենա լուրջ արժեհամակարգ, ազգասեր լինի, ինքը լուրջ արժեքներ կրող պետք է լինի, որպեսզի իր ցայնը լսելի է ու դա շատ կարևոր է թե ինչ արժեքներ է կրում այդ մարդը։ Դրա համար ինձ համար նաև շատ կարևոր է այդ ամենը ոչ միայն սպորտով զբաղվի երեխան, նաև դրա մեջ լինի, քանի որ մարզիկը երբ որ զբաղվում է սպորտով ինքը չի կարող ամեն ինչի մասին մտածել, պետք է թիմ լինեն, ովքեր որ կաշխատեն իրենց հետ։ Լինելու են սպորտային հոկեբաններ, սպորտային բժիշկներ, այն ամենը, ինչը պետք է երեխաներին պրոֆեսիոնալ սպորտով զբաղվեն։ Այդ ամենը դուք շատ լավ գիտեք, ինչ է հարկավոր։ Նավ գաղափարը շատ լավն է, անուն է, հրաշել Նազիկ Աբդելյան, հա ոնց է։ Նազիկ Աբդելյան, այո, այդպես համընկնում է։ Շատ սիրուն է։ Հապավում է դարձել, այո։ Ինքը իր խորհրդով, այդպես նավի խորհրդով, այդ համախմբված աշխատանքով, որ պետք է առաջ տանել իր արժեքներով, ամենակարևոր արժեքը, որ իմ համար կա, դա հաղթանակ ոչ ամեն գնով։ Դա իմ համար հաղթանակ ոչ ամեն գնով։ Դա շատ կարևոր է, երբ որ եւ շատ կարևոր է քո անցած ճանապարհը, ինչ ճանապարհով ես դու հասնում հաղթանակի։ Դրա համար արժեքներ կան, այո, ընկած են այդ ամենի հիմքում։ Եվ ես կարելի է ասել այն տարիները, որ անցկացրել եմ սպորտում, ես հասկացա, որ այդ ամեն ինչը արժեք չէր ունենա, եթե ես չանեի այն գործը, որ անում եմ, քանի որ իրոք սպորտը շատ կարևոր ոլորտ է երկրի համար, երկրի զարգացման համար, շատ կարևոր դիվանագիտական, տնտեսական նշանակություն ունեցող ոլորտ է եւ հավատացեք աշխարհի հզորագույն երկրները միլիոնավոր դոլարներ են ծախսում մի մարզիկի վրա, որ ինքը մի անգամ ներկայացնի իր երկիրը Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում, իսկ մենք ունենք այդ ներուժը, ունենք այդ մեծ պոտենցիալը եւ լինելով այդքան սպորտային ազգ, մենք այո պետք է ունենանք սպորտով զբաղվելու լուրջ մշակույթ։ Դա մեկ ծրագրերից մեկը։ Կներեք, մինչ ասել եմ, մյուսին մի բան հասկանանք։ Սա մի քանի կենտրոններ են լինելու, հա, այսինքն բոլոր մարզերում կամ ասենք նայած արդեն այս ձեր ծրագրի։ Շարունակական բնույթ երևի կգրի, հա։ Շարունակական բնույթ է լինելու, սա նավը հիմա ասցիք որտեղ է։ Առաջինը Արտիկի շրջան։ Հետո էլի ինչ որ տեղեր են լինելու։ Հիմա այս նախագիծը դեռ առաջինն է, գտնվում է նախագծման փուլում։ Ամբողջությամբ ֆինանսավորում է ստանալու պետությունից, քանի որ պետության հավանությանն է արժանացել ծրագիրը եւ կառույցը ամբողջությամբ կառուցում է պետությունը, դա պետական է լինելու։ Ես շատ մեծ հույս ունեմ եւ համոզված եմ, որ մի քանի տարում, 5 տարում գոնե երկու տարբեր մարզերում կառուցվի եւ ոչ միայն Հայաստանում։ Շատ լավ կլինի, այո։ Լինեն տարբեր երկրներում, որպեսզի կարողանանք էլի սպորտի միջոցով կապը լինի սփյուռքահայ երեխաների եւ Հայաստանում ապրող երեխաների միջև, երեխաները սփյուռքահայ երեխաներն, ովքեր որ ընդհանրապես չեն տեսել Հայաստանը, հնարավորություն ունենան կան, այնտեղ ուսումնամարզական հավաքներ անեն, սպորտային ճամբարներ անեն, նաև ստանան սպորտային դաստիարակություն, ինչու՞ չէ։
եւ այդ էմոցիոնալ կապը նաեւ լինի իրենց երկրի հետ։ Դա էլ իմ նպատակներից ու ծրագրերից մեկն է հիմնադրամի, որ անցկացնի նաեւ այդպիսի ծրագրեր։ Ովքեր են դասավանդելու, ինչպես եք ընտրելու, ասենք, մարզիչներին կամ ասենք ոլորտի պատասխանատուներին, հա, որովհետեւ շատ կարեւոր է։ Բնականաբար մենեջմենտը հանձնվելու է, կառավարումը հանձնվելու է պրոֆեսիոնալների։ Իհարկե սկզբում այն մասնագետները, որոնք որ չունեն համայնքը, կգան վերապատրաստումներ կանցնեն, պատրաստում ենք նաև հրավիրել դրսից մասնագետներ, սպորտային բժիշկներ, սպորտային հոգեբաններ եւ այն բոլոր մասնագետները, որոնք որ մենք չունենք։ Վերապատրաստելով տեղի մասնագետներին, մենք արդեն հուշագիր ունենք ֆիզկուլտ ինստիտուտի հետ, մանկավարժական ինստիտուտի հետ, սպորտային հոգեբանության, բժշկության ոլորտներում, որ երեխաները, ովքեր որ սովորում են այնտեղ, մենք իմանանք, որ կան այնտեղ մասնագետներ, որոնք որ հետագայում լինելու են այդ մարզադպրոցում աշխատող մասնագետները եւ նաեւ շատ կարեւոր է, երբ որ համայնքում ստեղծում ենք 70-ից ավելի աշխատատեղեր այդ համայնքում ու տեղն էլ այնպիսի տեղում է, որ ընդգրկում է համայնքի բոլոր գյուղերը, հենց մեջտեղում է եւ տրանսպորտային հասանելիություն կա։ 23 գյուղերից երեխաները կարող են գալ, մարզվել, ինքը ոչ միայն սպորտով զբաղվելու հնարավորություն է տալիս, ինքը ամրապնդում է համայնքային կապը, ամրապնդում է երկրի մարզային զարգացումը, դա շատ կարևոր է։ Նաև կառույցն է ինքը կանաչ ստանդարտներին համապատասխան եւ որպես այդպիսին այսպիսի կառույցներ, որ երկրներում որ կան, նրանք այդ երկրները համարվում են որպես կայուն ճանապարհ ընտրած երկիր, միջազգային վարկանիշը բարձրանում է Հայաստանի։ Իհարկե։ Տվյալ երկրի դրա համար նաև որպես կառույց է դա շատ կարևոր երկրի համար։ Մենք էլի փուլեր կան, չէ՞, որոնց մասին կուզենք խոսել եւ նաեւ տեսանյութեր ունենք, հա կդիտենք, եկեք ընդհատվենք մի կարճ գովազդով, բայց հիշեցնենք բոլորին, որ հիմա այստեղ էկրանին գրված է ամբողջական ինֆորմացիան, վեբ կայքը QR կոդի միջոցով երբ թե կարող են այցելել անմիջապես իրենց նվիրատվություններն անել, հա, այսպես ես քիչ առաջ նայում էի կայքը, շատ հարմար ու շատ արագ, նույնիսկ Apple Pay-ով հնարավոր է այդ վճարումները, վճարումը ձեր նվիրատվությունը կատարել հիմնադրամին, զանգահարեք կամ գրեք կամ այցելեք վեբկայքը, ավելի մանրամասների համար գովազդով ընդհատվենք, վերադառնանք։ Մեր գործընկերներին շնորհակալություն ունենք իհարկե հովանավորներ, որոնց աջակցությամբ կայանում է մեր հաղորդումը, նրանցից մեկն է MAJ Group-ը, Հասմիկ Մանուկյանի ղեկավարած թիմը պատրաստ է ձեզ օգնել 505 557 557, իսկ թե ինչ հարցերում բնականաբար պետական նպաստները ստանալ օրենքի շրջանակներում զանգահարեք։ Շարունակում ենք մեր զրույցը սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Նազիկ Ավդելյանի հետ եւ խոսում ենք այդ կարևոր գործառույթի մասին, որ իրականացնում եք ու արդեն ճանապարհը կարծես թե բռնել եք ու գնում եք այդ գեղեցիկ ճանապարհով, կարևոր։ Ես մի հարց ունեմ, դուք խոսալու մեջ շատ նշեցիք նաեւ հոգեբանի դերը։ Ինձ հետաքրքիր է սպորտի մեջ շատ կարևոր է հոգեբան, էլի, որովհետեւ արկայությունը շատ դուք լավ կզգաք դա թե կամ անցել եք այդ ճանապարհով, արդյոք սպորտսմեններն ունեն հոգեբանի կարիք։ Որտեւ ինձ թվում է թե շատ ուժեղ են, էլի, իրանց պետք չի։ Այդ ուղղակի թվում է, ինչպես բոլոր մարդիկ ու բոլոր մասնագիտությունների մեջ կան մարդիկ, ովքեր որ հոգեբանորեն ուժեղ են կամ չասեմ հոգեբանորեն թույլ, բայց շատ ժամանակ այո զգում են հոգեբանի կարիք, ոնց որ ասենք բժշկի կարիք է զգում սպորտսմենը ու ֆիզիկական խնդիրները մարդ կարող է զգալ, իմանա որտեղ է ցավում, ինչ է անում, բայց չիմանա այդ բուժման ճանապարհը։ Նույնն էլ հոգեբանական խնդիրներ կա, մարդը գիտի, որ ունի, բայց չգիտի ինչպես անի, որ արագ հաղթահարի, հատկապես վնասվածքներից հետո են ստանում տարբեր վախեր է մտնում արդեն մարզիկների մեջ։ Շատ հարցեր կան, որ մասնագետի մոտեցումը շատ կարևոր է ու լուրջ լավ բնականաբար լավ մասնագետների ու հետևողական աշխատանք է պետք եւ հոգեբանական առումով ես կասեմ մի բարդություն, որ մարզիկը կարող է ունենալ հոգեբանական խնդիր եւ չզգա այդ խնդիրը ու դա անդրադառնա իր մարզումների վրա առօրյայում ինչ որ մի խնդիր ունենա ու դա լուրջ ձևով անդրադառնա իր մարզական կարիերայի վրա ինքը շատ ֆիզիկապես ուժեղ լինի, պատրաստ լինի, բայց
թողնի սպորտը, որովհետև ինքը չկարողացավ հաղթահարել հոգեբանական ինչ-որ խնդիր։ Ես էլ եմ ունեցել շատ խնդիրներ, ես եմ հաղթահարել, բայց հիմա որ հետ եմ նայում, եթե ինձ հետ աշխատեին հոգեբաններ, շատ ավելի հեշտ կլիներ այդ խնդիրը հաղթահարելը։ Դա իրականում շատ կարևոր է։ Միանշանակ, Նազիկ, ձեր խոսքի մեջ այնքան կարևոր ու լավ բան ասացիք, այն կարգախոսը, որ հաղթանակ ոչ ամեն գնով։ Ես կխնդրեմ մի հատ բացեք էլի փակագծերը, ինչի նկատի ունեք։ Ամեն ինչ տեք սիրուն ասում, հենց որ ամեն բան շատ գեղեցիկ, մենք ուղղակի հիացած ենք մեր սերվայրով, իսկապես։ Իրականում ինձ համար շատ կարևոր է այն էներգիան, որով որ դու լցվում ես եւ անցնում ես այդ ճանապարհը։ Բնականաբար արժեքներ կան, որոնք չի կարելի ոտնահարել այդ ճանապարհն անցնելիս։ Դրա համար ամեն մարդ ինչ որ անում է շատ հետաքրքիր է, թե դու ինչ էներգիայով ես մարզվում, ինչն է քո դրդապատճառը, որ դու չեմպիոն ես դառնում, եւ շատ կարևոր է, որ ճիշտ ճանապարհով ես դառնում, ոչ թե ինչ որ մարդկանց վրայով անցնելով կամ ինչ որ, գիտեք, մարզիկը կարող է շատ ֆիզիկապես ուժեղ լինի, դա այն է ինչը որ ես տեսել եմ, բայց իր արժե համակարգը չհամապատասխանի այդ սպորտին եւ ինքը չկարողանա դառնալ, որովհետեւ ինքը պետք է երբ որ դառնում է չեմպիոն, ինքը օրինակ է լինում։ Իսկ դա օրենքներ կան աշխարհում, որ դա անխախտելի է։ Կա օրինաչափություն, կա Մի քիչ էլ կմանրամասնեք, ես վստահ եմ, բայց հաստատ դպրոցականներն են նայելու էլի, ու դա շատերի համար օրինակ է ծառայում ձեր մի խոսքը, որովհետև կենթանի լեգենդի են հիմա իրանք լսում։ Այ օրինակ որ փակագծերը ավելի բացենք ու որ ինչ որ մարդկային, չգիտեմ, հոգեբանական ինչ-որ պահեր կա, որ չպիտի դա անտեսես ու դրա վրայով անցնես, որ միայն հաղթես։ Ես ռեալ օրինակ բերեմ, երբ մարդ պետք է հարգի իր աշխատանքը եւ այն գործիքը, որով որ աշխատում է։ Ես իմ ծանրաձողի հետ, ես կարելի ասել իմ միակ ընկեր, իմ ամենամտերիմ ընկերն է եղել։ Ես նույնիսկ իր հետ կիսվել եմ, իրենից խորհուրդ եմ հարցրել, դուք չեք պատկերացնում ես իրեն ոնց եմ վերաբերվել։ Ես շատ եմ սիրել իրեն, կարոտել եմ իրեն։ Երբեք ես իմ ծանրաձողի վրայից քայլ չեմ գցել ու անցել։ Ես երբ որ ինչ-որ բան է պետք եղել, ես շրջանցել եմ, վերցրել եմ, որովհետև դա այն գործիքն է, որով դու հասնում ես։ Իհարկե, տեսեք, երբ որ մարդ դառնում է Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն, այդ գործիքը քո գլխավերևում է եւ իր ինքն է քեզ օգնում, որ դու դառնում ես չեմպիոն։ Դու ոնց կարող ես ճանապարհին ոտնահարել եւ ինչ-որ չի ստացվում ոտքով խփես ծանրաձողին, շատ է եղել նման բան։ Չէ՞ որ գալու է մի պահ, երբ որ նույն պատասխանը ստանալու ես դու այն ժամանակ, երբ որ դու պատրաստ կլինես ու չի ստացվի քո մոտ, դա այն պատասխանը կլինի, դա քո հարգանքի պատասխանը կլինի քո գործին ու քո գործիքին։ Դա շատ մեծ էներգիա է, որը որ դու տալիս ու ստանում ես։ Դա օրինակներից մեկն է։ Ձեր ծանրաձողը միշտ ձեզ հետ ճամփորդել է, կոնկրետ մի ծանրաձողա, որ ամեն տեղ չէ։ Դա իմ մարզման ծանրաձողն է, որի հետ Ես առաջի անգամ, որ ես ավտովթարից հետո, երբ որ դարձա աշխարհի չեմպիոն 2009 թվականին, հետո վնասվածքներ ստացա, ավտովթար եղավ եւ ես 6 տարի հետո որ վերադարձա Բայց հարցականի տակ էր, չէ, որ գուցե եւ չվերադառնաք մեծ փոխ, չէ։ Հարցականի տակ էր իմ քայլելը նույնիսկ երեխա ունենալը եւ Փառք Աստծո, ես երևի մտածում եմ, որ Աստված դեռ պլաններ ուներ ինձ հետ, որ այդ ավտովթարից հետո ես կենթանի մնացի ու ես միշտ շնորհակալ եմ լինում, որ ես երկրորդ անգամ ծնվեցի ու երբեք չեմ մտածել, չէ, որ ես օլիմպիական խաղերի էի պատրաստվում, ինչի համար պետք է լիներ ինձ հետ այդ ավտովթար։ Ես միայն ու միայն շնորհակալ եմ, որ ես անցել եմ այդ ճանապարհը եւ կարողանում եմ գործունեություն անել այդ ոլորտում, երևի դա էլ հնարավորություն էր, դա էլ ինձ համար շատ հետաքրքիր մի բան բացեց կյանքում, որ եթե մեր համար ինչ-որ դժվարություն է լինում, ինչ-որ դժբախտություն է լինում, դա այդ պահին է մեզ համար դժվարություն թվում։ Դա կարող է հենց այն ճանապարհն է, որը որ միակ ճանապարհն է մեր երազանքին հասնելու։ Ու երբ որ հետ ենք նայում, եթե դա չլիներ, մենք չէինք կարող հասնել այնտեղ, որտեղ որ ուզում ենք։ Դրա համար մեզ դժվարություններն ու փորձությունները կյանքում տրված են հաղթահարելու համար, քանի որ առանց դրանց երբեք մարդ չի կարող աճել կյանքում, փուլեր հաղթահարել, եթե չենք հաղթահարում դժվարություններ, բնականաբար միշտ մնում ենք նույն մակարդակին, ինչի որ կա։ Այո։ Նազգեն շատ ուժեղ մարդ եք, դուք անկեղծ եմ ասում այն առումով, որ ու շատ լավատես, ոնց հասկացա, որովհետև եթե մարդ սպորտի այդ լեվելի վրա, այդ աստիճանի վրա ու այսպիսի մի դեպք է տեղի ունենում, հա ավտովթարը դուք պիտի ինչ-որ մի ճանապարհ մարդ կլիներ, կհիասթափվեր ամեն ինչից, կկոտրվեր, բայց այսօր մենք ձեզ տեսնում ենք էլի սենց լայն ժպիտով, կեցվածքով ու անում եք ամեն բան, որպեսզի
այն երեխաները, որոնք երևի թե ձեր բացը թողած ժամանակահատվածը իրենք էլ չունենան այդ դժվարությունը, անցնեն ճիշտ ճանապարհով, մաքուր ճանապարհով, լավ, որակյալ ճանապարհով, որպեսզի հասնեն հաղթանակների ու մեր ազգի անունը, մեր երկրի անունը բարձր պահեն։ Ի վերջո սա է, չէ՞, գաղափարը, կարծում եմ։ Միանշանակ ու քանի որ ես տեսել եմ շատ բաներ, երբ որ գնում էի մարզեր երեխաներին այցելության դպրոցներ, մարզադպրոցներ, որպես հյուր գնում էի, եւ այդ երեխաների հետ շփվելով, տեսնելով իրենց պայմանները, թե իրենք ինչ պայմաններում են պարապում, ինձ համար շատ մեծ ցավ էր, որովհետև ինչու մեր մարզերում չլինեն այնպիսի մարզադպրոցներ, որտեղ որ երեխաները կարողանան արժանապատիվ ձևով զբաղվել սպորտով։ Այն մարզադպրոցները, որոնք որ ես տեսել եմ, այդտեղից շատ դժվար են հիմիկվա մեր ժամանակ ուրիշ էր, որ ասում են մարզիկը պետք է պատվալից դուրս գա, ինչ-որ բաներ են ասում, բայց ինչու արժանապատիվ պայմաններ չունենան երեխաները մարզվելու։ Գյուղերում մարզադպրոցը դա այն մարզադպրոցներից մեկն է, որը որ հիմնադրամի ծրագրերի մեջ կա վերանորոգումը, նույնիսկ քայլելուց լավ է, որ երեխաները վնասվածքներ չեն ստանում։ Ծնողները պարապում են պարզապես ցավալի է այս տարում ունենալ այսպիսի մարզադպրոցներ։ Ինչու պետք է մեր Հայաստանում հետնել այն ոլորտը, որտեղ որ ամենակարևոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկը, ամենաուժեղ երեխաներն ապրում են այդտեղ ու չունենան համապատասխան պայմաններ։ Դրանց ու աջակցելու է նման դպրոցների վերանորոգման։ Այո, տարբեր մարզերում նման դպրոցների վերանորոգման, քանի որ ես շատ եմ տեսել ինչպես են երեխաները թողնում իրենց համայնքներից հեռանում, գյուղերից հեռանում, չողովերցում գնում է, որովհետև երեխայի մեջ պոտենցիալ է տեսնում եւ երեխան այո ունենալով այդ հնարավորությունները լուրջ արդյունքներ է անում։ Բայց նաեւ ծնողներ կան, ովքեր հնարավորություն չունեն, չեն կարող ու երեխայի մեջ մեռնում է այդ պոտենցիալը, ինչը որ ու մենք այդպես կորցնում ենք բազում աշխարհի օլիմպիական չեմպիոններ։ Դրա համար կարելի ասել դա այն ծրագրերից մեկն է, նաև մարզադպրոցների վերանորոգումը, դա մեկ մարզադպրոցներ, բայց այդպես շատ մարզադպրոցներ կան, որտեղ որ լավ է, որ վնասված չեն ստանում երեխաները, բայց ստանում են ցավոք սրտի, որովհետև հնարավոր չէ այսպիսի պայմաններում։ Դե հա, իհարկե։ Այդպիսի մի խոսք կա, չէ, որ շատ է եղել, որ մարզիկները ինչ-որ արդյունք են անում, հետո արդեն տեսնելով, թե ինչ պայմաններում են այդ մարզիկներն արդյունք արեպան ու վերանորոգում են մարզադպրոցները, բայց դե դա Չպետք է հասնի ոնց որ դրան է, չէ։ Այո, այդ եզակի մարզիկներ են, նվիրալներ, ֆենոմեններն են հասնում այդ ձևով, ինչ որ չգիտեմ ոնց է լինում, որ հասնում են արդյունքների, բայց նաև մենք կունենանք շատ ավելի մեծ արդյունքներ, եթե բնականաբար պայմանները շատ լինեն, քանի որ Նազիկ, դուք ինչ պայմաններում եք մարզվել տարի։ Ես էլ այդ հարցի մտքին էլ Այս մարզադպրոցը, որ ես առաջին անգամ տեսա, ես հիշեցի իմ մարզադպրոցը, ես էլ եմ այդպես սկսել, հենց այն սև պեչկը, որ կա այդ ձևով, բայց հետագայում արդեն հենց այդ մարզադահլիճից ենք դարձել Եվրոպայի փոխ-չեմպիոն, ու 1 տարի էի պարապել, որ դարձա Եվրոպայի փոխ-չեմպիոն, հետո մենք տեղափոխվեցինք։ Ես սկսել եմ զբաղվել ծանրամարտով 18 տարեկանից եւ 19 տարեկան դարձա Եվրոպայի փոխ-չեմպիոն, 21 տարեկանում Եվրոպայի չեմպիոն, 22-ում աշխարհի չեմպիոն, եւ հետո վնասվածքներս, ավտովթարը շատ կարճ է եղել իմ սպորտային կյանքը, 6 տարի սպորտը թողեցի։ Փայլուն ու հաղթանակներով։ Մենք բոլորս հիշում ենք այդ օրերը, այդ պահերը, մեծ ոգևորության ու խանդավառության պահեր էին, անկեղծ եմ ասում։ Ու ես վստահ եմ Արտավազդի ինձ հետ կհամաձայնվի, եթե մենք միշտ հեռուստացույցով ենք ձեզ տեսել, Նազիկ ջան, ու ձեր հաղթանակները ամբողջ ազգով, տենց ծափահարություններով, գոչյուններով, հաղթանակ ու այդ արդյունքները ուրախության, բայց վստահ բոլորիս մոտ մի հարց է եղել, լավ, ինչպես տենց փխրուն, այսքան տենց նուրբ կին աղջիկը սենց ուժ է իր մեջ ունեցել ու այսօր ձեզ հետ անձամբ ծանոթանալով ու այսքան լիքը խորքային սենց չգիտեմ ուղղակի անընդհատ հորդում է ձեր մեջ այդ ինֆորմացիան, դրական աուրան, այ հիմա հասկանալի է թե դուք ինչպես եք չեմպիոն դարձել, որովհետև անկեղծ ուղղակի մարդ ով ուղղակի ծանրաձող է բարձրացնում իջացնում դա անհնար կլիներ։ Միայն ձեր նման ուժեղ ու հզոր մարդը կարող էր նման հաղթանակներ գրանցել։ Շնորհակալ եմ շատ։ Շատ տպավորված եմ։ Ես երկու հարց ունեմ։ Ամենածանր քաշը, որ ձեր գլխավերևում պահել եք, ո՞րն է եղել։
Ցավոք դա չի արձանագրվել, քանի որ չհասցրեցի մրցումների ժամանակ իրականացնել, դա հենց օլիմպիական ռեկորդակրի արդյունքն է 158 կիլոգրամ, որը որ 2011 թվականին եղավ իմ ավարիան եւ 2012-ին արդեն օլիմպիական խաղերն պատրաստվում էի դրան ու արդեն անում էի 1 տարի կար, բայց ես արդեն անում էի 158 կիլոգրամ հրունվարժություն, բայց աշխարհի առաջնությանը 147-ը բավական էր, որ դառնայի չեմպիոն։ Այդ ժամանակ էլ էի արդեն անում 2009։ Դա է։ Կքանիստ վարժությունն արել եմ 210 կիլոգրամ։ Wow. Դա է ամենածանր քաշը, որ պահել եմ։ 210։ Արտուջոք մեջ չէ, զգում ես չէ, որ դու լրիվ մանկապարտեզի քաշերի հետ ես աշխատում։ Ես, այզին չոնց։ Բայց հիմա ես էլ եմ այդտենց աշխատում։ Դե դու կարող եք արդեն Նազիկ ջան ձեզ թույլ տալ, որովհետև դուք ժամանակին տետես զորու։ Իսկ մի հատ էլ հարց, Միացյալ Նահանգների հետ հիմա այստեղ նայում են մեր հեռուստադիտողները, ասում են լավ, այսքան խոսեցիք Հայաստան, չգիտեմ, բարբեր մարզեր, Միացյալ Նահանգների հետ ինչ որ բան չկա, որ հետագա գոնե քայլանի։ 4 օրով եկել ես Բարթեբե։ Հետագայում բնականաբար երբ որ մարզակրթական կենտրոնը կառուցվեց, նավը լինելու է հյուրանոցային համալիր, որտեղ որ հիմիկվանից արդեն այցից նպատակը ամենաառաջինը դա էր, որ սկսենք իրականացնել ծրագրեր, որտեղ որ երեխաները կկարողանան այցելել Հայաստան, մարզվել, հենց այնտեղ անցկացնել ուսումնամարզական հավաքներ, այո, ապրել, մարզվել Հայաստանում ապրող երեխաների հետ, սպորտային ճամբարներ լինի, քանի որ չունենք սպորտային ճամբարներ։ Հիմա տարբեր ոլորտներում անցկացնում են անում, բայց սպորտային ճամբարներ չունենք, իսկ սպորտը ամենաէմոցիոնալ ոլորտն է։ Տարբեր ոլորտներ կարող են կան, գնա, սեմինարներ, բաներ, բայց այդ սպորտը այն էմոցիաները, որ տալիս է, երբեք որևէ տեղ չեն կարող ստանալ, դա ես եմ հավատացնում ու այդ էմոցիոնալ կապը շատ կարևոր է, երբ որ դա լինի, համ եւ Հայաստանի երեխաների հետ, եւ Հայաստանի հետ, այստեղի ապրող երեխաների մասին է խոսքը, եւ դա ծրագրերից մեկն է, որը որ մտածում եմ իրականացնել։ Ու հետագայում նաեւ շատ ժամանակից առաջ չընկնելով ասեմ, շատ ուրախ կլինեմ, որ այստեղ է լինի մարզադպրոց, որ երեխաները այստեղ պարապեն ու այդ կապը անմիջական կապ լինի, որպես ֆիլիալ նաև այստեղ։ Ես վստահեցնում եմ, ձեզ նման նախաձեռնության դեպքում բազմաթիվ աջակիցներ կլինեն, կազմակերպություններ, ընկերություններ, չգիտեմ, մարդիկ, անհատներ, ովքեր կուզեն կանգնեն ձեր այս գեղեցիկ նախաձեռնության կողքին, որովհետև սպորտը դա առողջություն է, իսկ յուրաքանչյուր ծնողի համար, ով ունի բիզնես, չգիտեմ ինչ, երեխայի առողջության համար կամ վաղվա օրվա լավ օրվա համար տրամադրել որոշակի գումարներ, դա հաստատ չեն ափսոսի ու այստեղ միացյալ գլխավորում է նման չեմպիոն։ Հատկապես Նազիկ Ավդալյանի սպորտի զարգացման հիմնադրամի մասին է խոսքը։ Դուք այցելեք վեբկայքով, առավել մանրամասնին ծանոթացեք, մեր ժամանակը այսպես մոտ այս հատվածից պարվեն, շնորհակալություն եք ձեզ հայտնում։ Ձեզ շնորհակալություն։ Այսօր մեզ համար, մեր օրը, անկեղծ եմ ասում, լցրեցիք մի հատ մեծ այսպես լավ տրամադրությամբ, լավ աուրայով եւ մենք հիմա ստեղից մի քանի քաշ ավել ուժեղ գնալու ենք մեր գործերով զբաղվելու ու ավելի ոգևորված, ավելի էներգիայով հարուստ։ Շատ շնորհակալ եմ ես էլ։ Հաջողություն ձեր բոլոր բռնած գործերին։ Շնորհակալություն։ Մենք այս պահին հարգելի հեռուստադիտողներ ընթացվում ենք Գովազդով, որից հետո արդեն մեզ կմիանա Դերենիկը Յախունջյան ու մեզ կծանոթացնի քաղաքական լրահոսի։ Մնացեք մեզ հետ։